Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում վերջին տարիներին բազմաթիվ խնդիրներ են լուծվել, ինչպես լեռնագոգցիներն են ասում, ՔՈԱՖ-ը փրկեց իրենց։ Լեռնագոգում շատ բան փոխվեց, գյուղի աղբահանությունը կազմակերպվեց, անասնապահությունը զարգացավ, մի շարք բարեգործական ու ներդրումային ծրագրեր իրականացվեցին, որոնց շնորհիվ գյուղն ունեցավ նոր ժամանակակից դպրոց, մանկապարտեզ, բուժամբուլատորիա, խմելու շուրջօրյա ջրամատակարարում եւ այլն։ Սակայն հարցերի հարցը մնաց անլուծելի։ Աշխատատեղերի բացակայությունն է լեռնագոգցիների ամենացավոտ խնդիրը։ Երբեմնի գործարաններն ու ֆերմաները, որոնց հիման վրա կառուցվեց Լեռնագոգ ավանը, այժմ դժվար կացության մեջ է։ Գյուղից կամ արտագաղթում, կամ էլ հարևան համայնքներում օրավարձով աշխատանք են գտնում։ Գյուղից դուրս հետ մենք աշխատանք, ծիրան հավաք, քախանա, մախանա, Գյուղում գյուղատնտեսությամբ զբաղվել չկա գյուղում, մեր դրան առաջ ես կան հավամարսը, էդա, ստեղ աշխատանք չկա։ Օրավարձով է։ Բայց այդ սեզոնին չէ, սեզոնային գործ է, դից հետո գործ չկա։ Գյուղացիները թվարկում են ու հիշում, որքան աշխատատեղ ու զարգացած ավան ունեին 3 խոզաբուծական ֆերմա, հացամթերքի կոմբինատ, երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան, թեթև լծանյութերի գործարան, խրուստալի արտադրամաս, քարերի ձուլման գործարան եւ այլն։ Լեռնագոգցիները հիշում են նույնիսկ մայրաքաղաքից տասնյակ ավտոբուսներով բանվորական ուժեր գալիս Լեռնագոգ ավան։ Հիմա ոչ միայն գործարանները վերակառուցվելու ու վերագործարկվելու հույսն է կորել, այլև դրանցից շատերի հետքն է անգամ կորել։ Գործարանը եղել առաջում 1, 2, 3 հատ խոզաբուծական մեծ ֆերմաներ, շլագի գործարան, խրուստալի գործարան, մեծ այս փոքր ալրաղացներ են, էլ ինչ ասա, բլոկի ցեղ կար, լորբև ավիրեցին, այ բան, ժեպեկան, ընդեղ չուզեիր, ընդեղ էր, բանվորություն, սաղ տեղերներ, գործընթացներ, աշխատանք կար, քանդեցին երկիրը։ Սեփականաշնորհված հողեր չունենք, զբաղված են արտագնա աշխատանքներով։ Կամ էլ ուրիշ հողատերերի մոտ ժամանակավոր աշխատում են, օրավարձով։ Այստեղ մեկ էլ հացամթերումների կոմբինատ կա, այդտեղ են որոշ քանակությամբ աշխատում, հիմնականում գործող օբյեկտներ տարածքում չկա։ Գյուղից արտերկիր մեկնողների թիվն այնքան մեծ է, որ ավիատոմսերի վաճառքի կետը հենց գյուղամիջում է։ Գյուղացիները կատակում են, եթե գնացող չլիներ տոմս ծախողն այստեղ ինչ գործ ուներ։ Ասում են, տուն չկա, որ արտերկրում մարդ չունենա, մեկնողներն էլ հիմնականում երիտասարդներն են։ Տիկին Էման օրինակ շատ է մտահոգված, ասում է, ամբողջ գյուղում մնացել են ջահել հարսներն ու երեխաները։ Ինքն էլ տանը 2 հարս ունի, տղաները ժամանակավոր աշխատանքի են գնացել։ Ջահել հարսներ, հələ դուրս արեք, երեխեք ջահել, շատ։ Շատ իր տնից կա, իմ տնից կա, իմ մարդու տնից կա, բոլոր փողոցից ձեր բոլոր դուրսի տղամարդիկ, եթե չեղնեն մենք չենք կարողանանք։ Ինչով պետք է ապրենք։ Արման ջան, էս էլ մեր ֆերմերն է։ Անասնապահությամբ ինք իրանով, մենք բոլորս էլ պահում ենք։ Չպեհինք ապրել անհնար։ Ասեք 150% մինուս։ Հա, ինչ է։ Այնքան գոյատևում է։ Գյուղում ամեն տարի երևի մի 50-60 երիտասարդ դուրս է գալիս արտագնա աշխատանք։ Ինչ է գյուղի կեսը չկան, գյուղի կես չեն ավելի, դռնեսավ փագեն։ Գյուղում մշակույթի տունն է անմխիթար վիճակում մնացել, ՔՈԱՖ-ը այն վերանորոգել չի հասցրել, ասում են ճգնաժամ եղավ կուլտուրայի տունն այդպես էլ մնաց։ Հիմա բարերարներ են փնտրում, ափսոսում են, ամուր ու գեղեցիկ շենք է, օր-օրի քանդվում է։ Գյուղին էլ հաստատ մշակույթի տուն պետք է։ Ես 20 տարի դե ծավալակ վիճակում եմ, ախոսք եմ տալիս։ Ինչ չկա սարքելու։ Հա, շատ բարերար են։ Տրը միշ որոխում, գործում, բայց ես մնացել եմ։ Գիգանտ կառույցը, ափսոս որ Գյուղապետարաններ ատեղ տեղակայվում։ Ծրագրի մեջ էր այս տնտեսական ճգնաժամի ժամանակ, ինչ առժամանակ ցկցկվել այդ աշխատանքները։ Բայց հույս ունենք, որ կվերանորոգվի։ Խմելու ջուրն այստեղ 24 ժամ է մատակարարվում, ջրի վարձերն էլ ամիսը մեկ անգամ ընտանիքից միջինը 2000 դրամ է գանձվում։ Գյուղացիները հավաքվեցին, ջրի վարձ հավաքողներ եկել, այս արցուն բարտաճանաչ են, պետք է վճարեն, որ ջրից օգտվեն։ Ան իրա տղեն բացակայում է Հայաստանից անցած ամիս ես իրա տեղը 3000 դրամ ուծել եմ։ Հիմա էլ բաբան կմուծի։ Հանի փողը տալում է։
Ոչ թե ես մտածում եմ, գիտես, կա մարդուն խեղդի եմ վերցնեմ ցերնից ուղղակի իմ գործն եմ առաջ տանը։ Ասենք մի ընտանիքը միջին հաշվով ամսական ինչքան ավճարում։ 2000 դրամ։ Գերը ամենից 3000։ Էջից չենք դժգոհ։ Օրվա կեսից։ Չէ, ջրից չենք դժգոհում, ոյ։ Լեռնագոգում ոռոգման ջրի խնդիր կա, այստեղ մշակելի հողատարածքներ գրեթե չկա, բայց կարելի է ստեղծել, եթե ոռոգման ցանց լինի։ Ժամանակին ոչ ոք չէր մտածում հողագործության մասին, գործարաններն աշխատում եւ ավանի բնակիչների զբաղվածությունն ապահովում էին։ Հիմա կարգերը փոխվել են, հողագործությամբ զբաղվելու ցանկացողների թիվն ավելացել է, բայց ոռոգման հարցն այդպես էլ անլուծելի է մնացել։ Լեռնագործիները նույնիսկ սեփական տան փոքրիկ տնամերձ հողամասում չեն կարողանում որևէ մշակաբույս մշակել։ Դա է պատճառը, որ հարևան գյուղերից գալիս ու այստեղ բանջարեղեն են վաճառում։ Գյուղացիները գյուղ մտնող առևտրականների թիվն անգամ չեն հիշում։ Մինչև լեռնագործիների մի մասը խնդիրների մասին է բարձրաձայնում, մյուս մասը գյուղապետի բացակայության պատճառներն է քննարկում։ Վերջերս լուրեր շրջանառվեցին, թե իբր Արմավիրի մարզի լեռնագոգ համայնքի ղեկավար Սարգիս Մարգարյանը պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել, իսկ որոշ լուրերի նա արդեն իսկ լքել է Հայաստան եւ արտերկրում զբաղվում է իր սեփական բիզնեսով։ Մենք փորձեցինք պարզել շրջանառվող լուրերի իսկությունը, այն որ գյուղապետն իրոք գյուղում չէր եւ գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում, վկայեցին լեռնագործիները։ Մոսկվայում է, ասին։ Վերջի։ Դրանից չէ գյուղապետը։ Մոսկվայ է, չէ։ Գյուղապետի տեղակալ Մաքսիմ Հովանիսյանն, ով այժմ փոխարինում է գյուղապետին, հերքեց այն փաստը, որ Սարգիս Մարգարյանը պատրաստվում է հրաժարվել զբաղեցրած պաշտոնից։ Սխալ բան տեղեկությունները։ Ինչի պետք է հրաժարական տա։ Ինչ վերաբերում էր գյուղապետի բիզնեսի առկայությանը արտերկրում, տեղակալը հերքեց նաև այդ խոսակցությունների ճշմարտացիությունը։ 10 տարի այդ մարդը աշխատել այստեղ գյուղապետ ա եղել։ Եթե թող որևէ անգամ տեսնեին էլ այդ բիզնեսը կամ լսեին, կամ հիմա ինչ վադա եթե ունենա բիզնես, աստվածտա ունենա, բայց չունի։ Գյուղապետի տեղակալ Մաքսիմ Հովանիսյանը վստահեցնում է, գյուղապետն արձակուրդում է գտնվում։ Դա իր արձակուրդն է, հերթական մի ամիս հələ չի լարացել, մի 2-3 օրից կլարանա մի ամիս։ Որպեսզի ավելորդ խոսակցություններին վերջ դրվի, գյուղապետի տեղակալն անկեղծացավ եւ չթաքցրեց, որ Սարգիս Մարգարյանն իրոք գտնվում է արտերկրում եւ մեկնելու հիմնական պատճառը կապված է առողջության հետ։ Բուժման նպատակով այլ հիմնականում։ Ուրիշ տեղ չի, Ռուսաստանի Դաշնությունում։ Գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարը համոզված է արձակուրդը լրանալուն պես Սարգիս Մարգարյանը կշարունակի աշխատել գյուղապետի պաշտոնում, տեղի տալով Մաքսիմ Հովանիսյանի համոզվածությանը կարելի է ենթադրել, որ հուլիսի 30-ին կլրանա գյուղապետի արձակուրդի ժամկետը եւ նա կրկին կլինի աշխատավայրում։